Երևանն ու Մոսկվան վեր են հանում միմյանց միջև առկա կնճռոտ հարցերը։ Նախ Հայաստանը պետք է կողմնորոշվի, ցանկանում է կապերն ավելի ամրապնդել եւ շարունակել Ռուսաստանի թե Եվրամիության հետ։ Ալեն Սիմոնյան, Սերգեյ Լավրով տետատետի առանցքային հարցերից մեկն է։ Հայաստանում շատ լավ հասկանում են, ինչ է սրա հետևում կանգնած, երբ Եվրամիությունը բացահայտ պատերազմ է հայտարարել Ռուսաստանին եւ նպատակ է դրել ռազմավարական պարտության հասցնել Ռուսաստանի Դաշնությանը։ Ռուսաստանը գիտի Մոսկվայի հետ կապերը պահպանելու Հայաստանի պատրաստակամության մասին, սակայն դա Եվրամիությունում ոչ բոլորի սրտով է։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի ձևակերպմամբ Հայաստանի Եվրամիությանն անդամակցությունը անհամատեղելի է ԵԱՏՄ-ի հետ, սակայն ըստ Լավրովի Ռուսաստանը կհարգի Հայաստանի ընտրությունը։ Հայաստանի ազգային ժողովի նախագահն էլ թե Հայաստանը չի պատրաստվում որևէ քայլ ձեռնարկել Ռուսաստանի դեմ։ Ինչ վերաբերում է ԵԱՏՄ-ին, մենք չենք կարծում, որ պետք է այնտեղից դուրս գանք։ Հայաստանը շահագրգռված է Ռուսաստանի հետ կապերով եւ Հայաստանում այլընկալում չկա։ Ես չեմ ուզում, որ այստեղ Ռուսաստանում տպավորություն ստեղծվի, թե Հայաստանը փորձում է ինչ-որ բան անել ընդդեմ Ռուսաստանի Դաշնության բարեկամական դաշնակից պետության։ Չնայած այն հանգամանքին, որ կան հարցեր, որոնք պետք է քննարկվեն։ Հայաստանում գոյություն չունի մեզ հետ կամ մեր դեմ ընկալումը։ Մենք համարում ենք, որ դա սխալ է։ Ազգային ժողովի նախագահի խոսքով Հայաստանի դիրքորոշումը ՀԱՊԿ-ի հետ կապված հայտնի է։ Երևանն այդպես էլ չստացավ իր հարցերի պատասխանները։ Ռուսաստանի համար տարօրինակ է լսել հայտարարություններ, թե Հայաստանին ինչ-որ վտանգ է սպառնում հյուսիսից, հատկապես խոսվում է ՀԱՊԿ-ի հետ կապված սպառնալիքների մասին։ Այս համատեքստում նաև փորձ է արվում կասկածի տակ դնել մեր համատեղ պատմությունը, հայրենական մեծ պատերազմը։ Քաղաքագետների, տնտեսագետների գնահատականներով Հայաստանի տնտեսությունը զարգանում է Ռուսաստանի շնորհիվ ԵԱՏՄ-ի շրջանակներում։ Ռուսաստանում շատ լավ հասկանում են, որ Հայաստանը շարունակելով օգուտ ստանալ Ռուսաստանից ձգտում է դեպի Եվրամիություն։ Այս պահին արդեն քանի անգամ Հայաստանին զգուշացնում են, որ պետք չի տենց անել, եթե գնում եք այն կողմ, ապա այդ ամենը, ինչից որ դուք օգտվում եք այսօր եւ պատրաստվում եք օգտվել դեռ տարիներ շարունակ, մինչեւ որ եթե ձեր մոտ դա հաջողվի մտնեք Եվրոպական միություն, դա այդպես չի ստացվելու։ Միաժամանակ լինել այդ երկուսի անդամ երևի իրականում անհնարին կլիներ, բայց դա գուցե կարելի էր քննարկել, եթե չլիներ քաղաքական հակամարտություն Եվրոմիության եւ Ռուսաստանի միջեւ։ Բայց այդ հակամարտությունը կա եւ Հայաստանի գործող իշխանությունը ընտրել է Եվրոպան։ Ըստ քաղաքագետի Հայաստանը կզրկվի ԵԱՏՄ կազմում լինելուց եւ Եվրամիությունից էլ ոչ մի արդյունք չի ստանա, քանի որ Եվրամիության անդամ դառնալու համար երկար ճանապարհ պետք է անցնել։ Այս շրջանում ինչ խոսք, մինչև Հայաստանի խորհրդարանական ընտրությունները Եվրամիությունը կարող է վարկեր գրանտներ տրամադրել Հայաստանին։ Գլխավոր հարցն այն է, հետագայում Հայաստանը կարող է դառնալ այդ կառույցի անդամ, թե ոչ։ Նայիրի Մուրադյան, ժամը լրատվական։